Բարև բոլորին։ Այսօր կխոսենք նրա մասին, թե ինչպես հասկանանք ինչ ենք ուզում այս կյանքից։ Թվում է, թե շատ հեշտ եւ պարզ թեմա է, ինչ ենք ուզում մենք կյանքից, սակայն արի ու տես, որ շատ մարդիկ այդպես էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում կյանքից եւ բոլորում են իրենց կյանքը առանց պարզելու այդ թվում է թե պարզ հարցի պատասխանը, հա։ Նախ եւ առաջ, եթե դուք հասկանում եք, որ այն, ինչ դուք անում եք, ձեզ չի ոգևորում, որ դուք չունեք ուժ, զգում եք ձեզ հոգնած, չեք զգում ոգեշնչված, անելով այն ամենը, ինչով զբաղվում եք առօրյայում, չեք կարողանում շարժվել առաջ, չունեք ձեր հստակ պլանները, թե ինչ եք ուզում, ինչի համար եք անում եւ այլն, այս ամենը նշանակում է, որ հավանաբար դուք եկել եք ու մի փակուղու մեջ եք ընկել, որտեղ արդեն չգիտեք, թե ինչ անեք եւ որ ուղղությամբ շարժվեք։ Սկզբի համար ուզում եմ ասել, որ դա նորմալ է, եթե դուք այս իրավիճակի մեջ եք հայտնվել, դա իսկապես նորմալ է, որովհետև մարդը իր կյանքի ընթացքում բազմիցս կարող է փոխել իր նախասիրությունները, փոխել այն, ինչ իրեն դուր է գալիս, եւ չկա մի հստակ բան, որը պետք է դուք որոշեք, որ ձեզ դուր է գալիս սա, եւ մնաք այդ մեկ ոլորտի կամ ուղղության կամ ինչ որ ձեր սիրած բանը հետևելով, հա։ Օրինակ, եթե դուք սիրում եք պաղպաղակ, ոչ ոք չի ասել, որ կգա օրը եւ դուք կսկսեք ուղղակի չսիրել պաղպաղակ, կամ սիրում եք վանիլային պաղպաղակ, չի գա օրը եւ դուք կփոշմանեք ու կսիրեք շոկոլադով պաղպաղակ։ Ես սիրում էի քաղցր սուրճ, երբ ավելի փոքր էի, հիմա սիրում եմ դառը սուրճ։ Սա կյանք է եւ այստեղ մեր ցանկությունները փոփոխման ենթակա են անընդմեջ։ Շատ մարդիկ կան, որ ասում են, որ սա ընդհանրապես իրենց համար հարց չի, իրանք գիտեն, թե ինչ են ուզում։ Եվ շատ կարևոր է, որ մարդը իսկապես իմանա ինքը ինչ է ուզում, ոչ թե ուղղակի ասի, որ ինքը գիտի ինչ է ուզում։ Եվ շատ ուրախ եմ, որ իմ լսարանը հասկացել է, որ դժվարություն ունի հասկանալու հետ կապված, թե ինչ է ուզում, որովհետև ինքնազարգացման եւ ինքնաճանաչման ճանապարհը սկսվում է հենց այդ հարցից. ինչ եմ ես ուզում։ Եվ այսօր մենք կփորձենք միասին հասկանալ, թե ինչպես կարող ենք գտնել այս հարցի պատասխանը։ Այս հարցը այն հարցն է, որի պատասխանների մասին փնտրտուքը բերեց ինձ քիչ-քիչ այնտեղ, որտեղ ես հիմա եմ, որ ես զբաղվեմ նրանով, ինչով ես հիմա որոշել եմ զբաղվեմ եւ բարեբախտաբար հաջողությամբ զբաղվում եմ։ Այս հարցի պատասխանը ստիպեց, որ ես շատ բաներ վերանայեմ եւ փոխեմ իմ կյանքում, եւ շատ կարեւոր է, որ մարդը հաճախ օրվա մեջ մի քանի անգամ ինքն իրեն տա այս հարցը։ Ինչու է դա կարևոր։ Չէ՞ որ մենք մեր փոքր տարիքից անընդհատ դաստիարակվում ենք մեր ծնողների, հետո դպրոցի, հետո համալսարանի, հետո աշխատանքի վայրի, մեր ամուսնու, կնոջ, երեխաների եւ այլ մարդկանց կողմից դաստիարակվում ենք, ուղղորդվում ենք, այլ անձիկ մեզ խորհուրդ են տալիս, օգնում են, պատմում են իրենց կարծիքը եւ մենք ասես հավաքագրումն ենք այն բոլոր կարծիքների, որոնք մենք լսել ենք։ Շատ հաճախ, երբ ես խոսում եմ ինձ դիմաց աղջիկներից որևէ մեկի հետ, նա կարող է ասել, օրինակ, ես ուզում եմ գնալ ԱՄՆ։ Եվ երբ ես նրան սկսում եմ հարցեր տալ, մենք պարզում ենք, որ հնարավոր է ինքը ընդհանրապես դա չի ուզում, հա։ Օրինակ, նա ուզում է շատ գումարով վարձատրված, ապահոված կյանք եւ իրեն թվում է, որ դա միայն ԱՄՆ-ում է հնարավոր։ Այս վերջերս մեր աղջիկներից մեկը շատ էր ուզում տուն, պարզվեց, որ ուզում է ուղղակի քնել, որովհետեւ շատ հոգնած է։ Դա չի նշանակում, որ ինքը չի ուզում տուն։ Դա նշանակում է, որ ինքը մոռացել է լսել ինքն իր ցանկությունները ամենատարրական մակարդակի վրա եւ փորձում է հոգալ իր կարիքները ամենամաքսիմալ մակարդակի վրա, որոնք հնարավոր է իրեն թվում են, որ այս պահին իր կարիքներն են։ Ինչպես հասկանանք, թե ինչ ենք մենք ուզում կյանքից։ Քոուչինգը ինքը հենց ճիշտ հարցեր տալու արվեստն է, եւ այս մեթոդը իմ սիրած մեթոդներից մեկն է, որով մարդը կարող է մոտենալ իրեն, մոտենալ ինքնին իր ցանկություններին եւ հասկանալ, թե ինչ է նա ուզում կյանքից։
Դուք ձեզ հարց եք տալիս, օրինակ, ինչ եմ ես հիմա ուզում։ Գրում եք պատասխանը, օրինակ, ես հիմա ուզում եմ տեղափոխվել այլ երկիր։ Հետո ձեզ հարցնում եք, ինչու։ Գրում եք պատասխանը։ Հետո նորից եք հարցնում, ինչու։ Գրում եք պատասխանը։ Հետո նորից եք հարցնում, ինչու եւ այսպես 5 անգամ։ Այս տեխնիկան կոչվում է 5 ինչուի տեխնիկա, որը օգնում է, որպեսզի դուք գտնեք այն խորը ցանկությունները, որոնք թաղված են ձեր մեջ։ Օրինակ, դուք կարող եք փորեք եւ հասկանաք, որ դա ձեր մայրիկի ցանկությունն է, որ դուք տեղափոխվեք այլ երկիր, կամ ձեր հարևանների, քույրիկների, ընկերուհիների ցանկությունն է, որ դուք աշխատեք այս մասնագիտությամբ։ Իրականում դուք ուզում եք ուղղակի նկարչուհի դառնալ եւ այլն։ Սա տեխնիկաներից մեկն է, որը ես խորհուրդ եմ տալիս անել օրվա մեջ 2-3 անգամ։ Այսպես մենք հարցնում ենք մեր յուրաքանչյուր ցանկության ժամանակ։ Կան ցանկություններ, որոնք ուղղակի կմաղվեն։ Ես պետք է դուրս գամ տեսնեմ ընկերուս։ Ինչու՞։ Որովհետև ինքը զանգել է։ Ինչու՞։ Որովհետև նա ուզում է ինձ տեսնի։ Այստեղ սկսում է հարց առաջանալ, իսկ ես ուզում եմ նրան տեսնել։ Եվ դուք սկսում եք քիչ-քիչ անել այն, ինչ դուք եք ուզում, ոչ թե այն, ինչ ձեզ սովորեցրել են, որ դուք անեք։ Մեզ տանը հաճախ սովորեցրել են, որ մենք պետք է անենք սա, պետք է անենք նա։ Քիչ-քիչ ուզում բայը փոխարինել ենք պետքով եւ անում ենք այն, ինչ պետք է։ Պետք է գնանք աշխատանքի, պետք է աշխատենք գումար, պետք է գնենք տուն, պետք է անենք սա, պետք է անենք նա։ Բայց ինչ եմ ես ուզում։ Էլի բերեմ օրինակը իմ կյանքից, ժամանակին ինձ թվում էր, որ ես պետք է գնամ աշխատանքի, պետք է փոխեմ իմ երկիրը, պետք է ամուսնանամ, ունենամ երեխաներ, պետք է ապրեմ այլ երկրում մի հատ գեղեցիկ տան մեջ։ Քիչ-քիչ այս հարցերի պատասխաններով ես գտա, որ ես ոչ մի բան չպետք է անեմ, ես ուզում եմ զբաղվեմ նրանով, ինչով ես ուզում եմ զբաղվեմ, օրինակ մոտիվացնեմ աղջիկներին, ես ուզում եմ զբաղվեմ իմ Instagram-յան էջով, ես ուզում եմ գրել իմ գիրքը, ես ուզում եմ չգնամ աշխատանքի, մնամ տանը, չկորցնեմ իմ բալիկների մանկությունը, ժամանակ անցկացնեմ իմ ընտանիքի, իմ երեխաների, իմ ամուսնու հետ, ես ուզում եմ դառնալ մտավորական, փիլիսոփա կին, ես ուզում եմ թողնել հետք իմ ազգի վրա, ես չեմ ուզում փախնել իմ երկրից, եւ ես ուզում եմ ապրել եւ ճանապարհորդել տարբեր երկրներում եւ չեմ ուզում ընտրեմ մեկ երկիր, գնամ եւ նստեմ այնտեղ։ Ես ուզում եմ լինեմ ամենտեղ, բայց ապրեմ իմ երկրում։ Ես չեմ ուզում հենց հիմա առնեմ տուն, սա կարող է տարբերվել, կարդինալ տարբեր լինել, որովհետեւ մարդիկ շատ տարբեր են եւ նրանց ցանկությունները նույնպես տարբեր են։ Ամենակարևոր բաներից մեկը, որ ես ձեզ կարող եմ ասել, դա նա է, որ այն, ինչ ուզում եք դուք, դրա պատասխանը գիտեք միայն դուք։ Չգիտի ոչ ոք։ Չեք կարող նստել եւ քննարկել այս թեման ձեր ընկերուհիների, ձեր մայրիկի, հայրիկի, հարևանների, դասատուների, դասախոսների ոչ մեկի հետ։ Դուք այս թեման պետք է քննարկեք միայն ինքներդ ձեզ հետ, քանի որ միայն ինքներդ ձեզ հետ խոսելով կգտնեք այն, ինչ դուք ինքներդ ուզում եք։ Իհարկե ձեզ կարող եմ ուղղորդել ես կամ որևէ coach կամ հոգեբան, իմիջիայլոց անվճար coaching-ի համար, դու ուղղակի պետք է share անես, այսինքն կիսվես իմ վիդեոներից որևէ մեկով քո Instagram-յան էջում, նշես իմ էջը, գրես comment այս վիդեոյի տակ եւ ես կընտրեմ, թե ում հետ եմ անցկացնելու իմ հաջորդ coaching-ը։ Ձեզ կարող է օգնել coach-ը կամ հոգեբանը, կարող է ուղղորդել, բայց ընկրկին նա չի կարող ձեր փոխարեն պատասխանել այն հարցին, թե ինչ եք ուզում դուք ձեր կյանքից։ Այս դժվար աշխատանք է, տևում է երկար եւ այն կարող եք անել ցավոք միայն դուք։ Այս վերջերս մեր on-line խորհրդատվության ժամանակ ես պատասխանեցի մի աղջկա այս թեմայի հետ կապված եւ ասացի, որ ինչքան էլ մենք գնանք ջիմ վերցնենք, մարզիչի հետ պարապենք, որպեսզի ունենանք գեղեցիկ պրես, մարզիչը մեզ կարող է ուղղորդել, բայց նա երբեք չի կարող գալ եւ մեր տեղը անել այդ պրեսը։ Նա կարող է ասել ինչպես մենք անենք, բայց նա երբեք չի կարող ստանալ այդ պրեսը մեր փոխարեն։ Այնպես եւ դուք ինքներդ պետք է խորանաք եւ հասկանաք, թե ինչ եք դուք ուզում։ Ուղղակի սկսեք
չլսել այլ անձանց եւ կենտրոնանալ միայն ինքներդ ձեր զգացմունքների վրա։ Կօգնեն նաև մեդիտացիաները, անցյալ անգամ ասացի, որ հնարավոր է անեմ մեդիտացիա երազանքների հետ կապված, բայց դեռ այնքան ակտիվ չեք, որ ուզենամ ձայնագրեմ մեդիտացիաները, եթե շատ ակտիվ գրեք, որ մեդիտացիաներ եք ուզում, ես կանեմ մեդիտացիա համ դրա հետ կապված, որ օրը մի երկու անգամ նստեք եւ կենտրոնանաք այդ հարցերը ձեզ տակ ինչ եք դուք ուզում եւ նաեւ երազանքների հետ կապված, բայց դրա համար դեռ պետք է շատ կոմենտներ գրեք։ Ամենակարևորը միշտ լինեք անկեղծ ձեզ հետ։ Բայց իմ կյանքի փորձից ասեմ, որ միայն գրելը եւ միայն պատասխաններ փնտրելը ձեզ չի տանի այդ ձեր ուզած կյանքը գտնելուն, հա։ Այստեղ կարևոր է նաեւ գործողությունը։ Գործողությունը միգուցե ավելի կարևոր է, քան այն, թե դուք ինչ եք ուզում։ Ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ գործողություն։ Ցանկալի է, որ դուք գրեք մոտ 10 բան, ինչով դուք ուզում եք զբաղվել եւ սկսեք ուղղակի անել քայլեր շատ արագ, որպեսզի անեք այդ ամենը, որովհետեւ միայն փորձելով ու սխալվելով մենք կհասկանանք ի վերջո մենք սա ուզում ենք անենք, թե ոչ։ Առանց փորձերի, առանց փորձելու անընդհատ մենք իսկապես շատ դժվար կհասկանանք մենք ինչ ենք ուզում։ Եթե ես նստեմ եւ թեորիայով ուղղակի պատկերացնեմ, որ ես ուզում եմ գնամ ու թռնեմ պարաշուտով, ես այդպես էլ չեմ հասկանա ես ուզում եի դա թե ոչ, բայց եթե թռնեմ, իջնեմ եւ կհասկանամ ես դա ուզում եի թե ոչ։ Այսինքն կազմում եք լիստ, որտեղ գրում եք այն 10 բաները, որոնք դուք ռեալ ուզում եք։ Պատասխանում եք ինչու հարցերին, հասկանում եք, որ դուք դա իրոք ուզում եք, ոչ թե դա ֆիլտրվում է ձեր ցանկից եւ ուղղակի շատ արագ սկսում եք իրականացնել այդ 10 գործողությունները միջև կգտնեք նա ինչ ուզում եք։ Նորից բերեմ օրինակը իմ կյանքի վրա։ Երբ ես գնացի մայրական արձակուրդ, ես որոշեցի, որ այլևս չեմ գնալու հետ աշխատանքի եւ փորձելու եմ ինձ բիզնեսում։ Առաջին բիզնեսը, որը ես փորձեցի, դա իմ ընկերուհու հետ Լողավազանի մոտ իվենթ կազմակերպելն էր միայն աղջիկների համար։ Չեք հավատա, բայց շատ բարեհաջող տեղի ունեցավ ամեն ինչ, մենք կազմակերպեցինք 3 մեծ իվենթ, երրորդ իվենթը ունեցավ հովանավոր, մենք զգալի գումար աշխատեցինք, հավաքեցինք 110 աղջիկ մեծ Լողավազանի մոտ աշտարակում, վերեցինք նրանց ավտոբուսներով, եթե կան աղջիկներ, ովքեր եղել են մեր իվենթներին, կխնդրեմ տակը գրել, որ հասկանամ ինչքան հին մարդիկ կան այստեղ, եւ այդ ամեն ինչի հաջողությունից հետո ուղղակի եկավ ձմեռային շրջանը, ու ես հասկացա, որ ես ուզում եմ շարունակեմ այդ կազմակերպչական ամեն ինչը, քանի որ ես հասկացել էի, որ ես ուզում եմ անեմ բիզնես, ես ուզում եմ անեմ այնպիսի աշխատանք, որը կանեմ ինքս առանց գրաֆիկի, ես երազում էի չաշխատեմ 9-ից 6-ը, երազում էի ուղղակի լինեմ ազատ եւ կարծես սա սկիզբն էր իմ ազատության, ես մտածեցի, ոչինչ չի ստացվի, կստացվի եւ 3 անգամ ստացվեց։ Հետո եկավ ձմեռ ու ես իմ ընկերուհու հետ արդեն կարծես բաժանվեցինք իվենթների հետ կապված, բայց ես ուզում էի շարունակեի անպայման եւ հավաքեցի այդ ընկերուհուս նույնպես 5 ընկերուհիներից ու առաջարկեցի, որպեսզի օգնեն ինձ, որ ես մի 5 գրասենյակային տարածքից ստանամ աղջիկների համար ակումբ։ Ու մենք ներկեցինք ուղղակի այդ ամբողջ ակումբը, իմեջում ժամանակ ընկար, հիմա չգիտեմ շատ թույն, սիրուն, նկարազարդած կես տարի նկարել ենք այդ ակումբում ժամանակ ենք անցկացրել, մինչև ստացել ենք ի վերջո 5 կանացի ձեռքերով ստեղծել ենք մի հատ թույն սիրուն ակումբ, որտեղ իվենթներ էր լինում եւ բոլորը գալիս էին, ապարում էին, ուրախանում էին, բայց սա այդքան շահավետ բիզնես չէր, որովհետեւ աղջիկները խմիչք չէին պատվիրում, միայն կոլա էին խմում, ես հղիացա նորից երկրորդ անգամ ու արդեն այդքան էլ հեշտ չէր այդ բիզնեսը պահելը եւ կարծես ինչ որ ազդակներ եղան, որ ես հասկացա, որ իմ համար չի մի քիչ վատ բիզնես է, ակումբային բիզնեսը, որովհետև ես միգուցե դա կարող էի թույն անել 22 տարեկանում, բայց ես մամա եմ, 2 տղայի մամա եմ դառնում եւ իմ համար արդեն կարծես միայն ուրախանալը, ապարելը արդեն բավական չէ եւ այդտեղ սկսեցին խոսակցություններ լինել, միշտ աղջիկները մնում էին երկար, տարբեր թեմաներից էինք խոսում, շատ հետաքրքիր էր անցնում, կարծես լայվ պոդքասթ էր ամեն իվենթից հետո, որը չէր զայնագրվում։
որից հետո ես որոշում կայացրեցի փակեմ այդ ակումբը, կանչեցի նորից իմ ընկերուհիներին եւ ասացի, որ պետք է բոլորով որոշենք ինչ ենք անում, քանի որ փակում ենք ակումբը եւ գնում ենք տուն։ Ու իմ ընկերուհիների առաջարկով brainstorm անելով, մտածելով մենք գծեցինք ու մտածեցինք, որ մենք կսկսենք Instagram-ով բլոգ վարել, որի անունն էր The Girls Life, 3 ամիս 6 ընկերուհիներով post էինք անում, շաբաթը 2 անգամ ամեն մեկը reel էր գցում, լավ ախվատներ հավաքեցինք եւ այլն, եւ հետո որոշեց ամեն մեկը, որ մեկը իր էջով կանի, մեկը չի անի եւ այլն եւ այլն, եւ այսպես ես որոշեցի մենակով զբաղվեմ բլոգինգով։ Բլոգինգի մեջ փորձեցի թե travel նկարեմ, թե ուտելիք նկարեմ, թե beauty նկարեմ, քիչ հասկացա, որ ինձ դուր է գալիս, երբ ես գրում եմ իմ գիրքը, երբ ես իմ ինքնազարգացման գրքերն եմ կարդում, երբ ես ուսումնասիրում եմ հոգեբանությունը, coaching-ը, երբ ես սովորում եմ, ի վերջո ես ունեմ 2 բարձրագույն կրթություն եւ ես չեմ կարողանում լինել միայն բլոգեր, ես ուզում եմ հետք թողել եւ ես շատ եմ սիրում խոսել, ուզում եմ իմ գիտելիքով կիսվել մարդկանց հետ եւ տալ օգուտ մարդկանց եւ աշխատել գումար բերելով օգուտ, ու հիմա ես անում եմ այն, ինչ անում եմ հիմա։ Թե ինչպես կփոխվի իմ ճանապարհը, ես չգիտեմ, որովհետեւ սա process է եւ պետք է ուղղակի հաճույք ստանալ process-ից։ Ուրախ եմ, որ վերջապես անում եմ այն, ինչ ուզում եմ։ Արևի տակ ման եմ գալիս, 9-ից 6 օֆիսում փակված չեմ, կարողանում եմ վայելեմ կյանքը։ Հիմա ավելի քան երբեք լսում եմ ինքս ինձ թե ինչ եմ ուզում, եթե պետք է աշխատեմ, բայց չեմ ուզում, չեմ աշխատում։ Իդեպ մոռացա ասեմ ամենակարևորը։ Հետո ամուսնուս հետ բացում ենք մեր ամենահաջողված բիզնեսը, որով հիմա ես անձամբ աշխատում եմ գումար, դա մանուկ վիդեոն է, որտեղ երեխաների համար վիդեոներ ենք նկարում, հիմա ընդլայնվելու ենք եւ մանուկով մեծ պրոյեկտ եմ մտածել, որ պետք է անենք, սա իմ ամենահաջողված եւ ամենասիրելի բիզնեսն է, որովհետեւ ես անում եմ լավ աշխատանք, երեխաների հետ եմ աշխատում, երեխաների մանկությունն եմ պահպանում, պատրաստվում եմ ծավալվել դեպի երեխաների նոր պրոդուկտներ եւ այլն, եւ մյուսը արդեն ասացի ինչով եմ զբաղվում։ Եվ այս ճանապարհը ես անցել եմ 3 տարում, ուզում եմ ասել, որ սա այն մինիմալ ժամկետն է, որը դուք կծախսեք, որպեսզի հասկանաք դուք ինչ եք իրականում ուզում եւ գտնեք դա, բայց փորձ եւ սխալի միջոցով չմտածեք, որ նստելու եք եւ միայն մտածեք ինչ եք ուզում ու դա լինի։ Ուղղակի մի վախեցեք սխալվելուց, մի վախեցեք ինչ կասեն, մի վախեցեք ինչ կմտածեն, մի վախեցեք անել այն, ինչ դուք եք ուզում, որովհետեւ միայն այդպես դուք կգտնեք ինչ եք դուք ուզում եւ միայն անելով այն, ինչ դուք ուզում եք, կգտնեք ձեր հաջողությունը եւ երջանկությունը։ Սա այսպես, հուսով եմ օգտակար էր, կսպասեմ, որպեսզի դուք սկսեք փորձարկել անել տարբեր բաներ, գրել ինձ, որ դուք արել եք, ես ուզում եմ ձեզանից արդեն լսեմ ձեր հաջողության պատմությունները, բայց հաշվի առեք, որ ձեզ դեռ տարիներ են պետք, մինչև դուք կգրեք, կփորձեք, մի հուսահատվեք, չմտածեք, որ սա 1 ամսում է լինում, սա իսկապես ժամանակ է պահանջում, բայց ամենալավ նորությունը այս պատմության մեջ, եթե դուք որոշում եք, որ դուք անելու եք եւ փոխելու եք ձեր կյանքը, մտածում եք եւ անում եք գործողություններ, դա չի կարող ուղղակի իր արդյունքները չունենալ։ Սա ոչ թե լոտարեա է եւ կարող է լինել, կարող է չլինել, սա հաստատ կլինի, մնում է դուք հավատաք ու անեք։ Եթե չհավատաք, չփորձեք, չանեք, չի լինի, բայց եթե շարունակեք լսել վիդեոները, շարունակեք ինքնազարգանալ, կարդալ գրքեր, coaching session-ներին մասնակցեք, գրեք ձեր տետրում, ոնց ես եմ այսպես, գիտեք ինչքան տետր եմ ես գրեմ, ինչեւ հասել եմ այն վիճակին, որ թվում է թե ստաբիլ է ամեն ինչ, ունեմ աշխատող բիզնես, ունեմ իմ այս գործը, գիրքս գրում եմ, ավարտում եմ, այս վիճակին պետք է դուք գաք, այս վիճակին ինքներդ կարող եք գալ, մի խաբեք ձեզ, անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ, սա ամենակարևորն է, որ դուք անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ, եւ ես վստահ եմ, որ ձեր մոտ ամեն ինչ կստացվի, սիրում եմ ձեզ շատ, bye